Դե ինձ ելի հեռուստադիտողներ շարունակվում է Առավոտ լուսոյի տոնական եթերը եւ մեր գործընկերոջ օգնությամբ հասկացանք թե ինչ է սպասվում այսօր ամանորին տոներին ընթരാճ առաջին ալիքի հեռուստադիտողին, բայց մեկ անակնկալի մասին ունենք հնարավորություն ավելի մանրամասն խոսելու հենց մեր տաղավարում մեր հյուրերի հետ այսօր, որովհետեւ առաջին ալիքը երեկոյան նաեւ մեզ համար պատրաստել է երաժշտությամբ եւ հեքիաթով լի ֆիլմ։ Ես կարծում եմ սա հրաշալի հնարավորություն է բոլոր այն մարդկանց համար, որոնք հենց ֆիլմեր են սիրում։ Ամանորի մասին պատմող չէ, ֆիլմեր, որոնք լինեն հրաշքներով, հեքիաթով, մանրամասները չենք շարունակի բացահայտել, դրանք կանեն մեր հյուրերը, բարի լույս սիրելիներ, բարի գալուս մեր տաղավար։ Մեր հյուրերն են ֆիլմի պրոդյուսեր Լիդիա Քարամյանը, բարի լույս։ Սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանը։ Եվ ռեժիսորը ֆիլմի Հովհաննես Ղազարյանը, բարի լույս։ Բարով եք եկել։ Վերջապես ավարտվեցին այդ դաժան օրերը աշխատանքային, հանձնեցիք ամեն ինչ։ Դաժան, հետաքրքիր, մոգական, կախարդական ավարտվեցին, այո, եւ ոգևորությամբ սպասում ենք, թե ինչ արձագանք կունենենք հեռուստադիտողի կողմից, որովհետև շատ մեծ աշխատանք է կատարվել, շատ հումորային մեծ անակնկալներ, ստեղծագործական թիմը, սցենարական թիմը մտածել են եւ կարծում եմ այն գաղափարը, երբ դու դիմավորում ես ամանորը հետաքրքիր մի ամանորյա ֆիլմով, անպայման կկարողանանք փոխանցել մեր հեռուստադիտողին եւ այդ հեռուստատեսային մոգությունը անպայման կփոխանցվի։ Ես վստահ եմ, որ հեռուստադիտողները անհամբերությամբ սպասել են, թե երբ կտեսնեն ֆիլմը, բայց Լիդիա, սկսենք սկզբից։ Դու ֆիլմի պրոդյուսերն ես, հետաքրքիր է ում գաղափարն էր այս ֆիլմը, ինչպես ծնվեց առհասարակ այս միտքը եւ ինչպես նաեւ ձևավորվեց այն թիմը, որը այսօր կանգնած է ֆիլմի հետևում։ Նաեւ Արմանը Միտոյան պրոդյուսերը ֆիլմի, այո, այս անպայման ուզում եմ նշել, գաղափարը ծնվեց շատ ավելի շուտ անցյալ տարի, երբ հանրային հեռուստաընկերությունը նկարեց ժամանակի մեքենա ռետրո տարբերակը եւ իհարկե պահելով այդ հետաքրքիր տրամաբանական շարունակությունը ֆիլմի, մտածեցինք, որ հետաքրքիր կլինի ինչու ոչ տեղափոխվել ապագա եւ ստեղ արդեն վառ ստեղծագործական մտածելակերպը եւ տեսլականը ռեժիսորինն էր, Հովհաննեսին է, ինքն է պատկերացրել ինչպես կարելի է ներկայացնել ապագա հեռուստատեսությունը, այս մասին ինձ թվում է ավելի հետաքրքիր ինքը կպատմի, որովհետև այն ինչ գրել է Ջեյմսը եւ Վահանը, իրականացրել է արդեն Հովհաննեսը։ Բայց առաջարկում եմ սկսենք սցենարից, որովհետև հիմքն է, որի վրա հետո պետք է ռեժիսորը իր երևակայությունը նաեւ ավելացնի եւ ստեղծի այդ պատկերը։ Ջեյմս, որտեղ է առանձնահատկությունը, երբ գրում եք տոնական սցենար ֆիլմերի համար։ Սա հերթական մի ֆիլմ չէ, այլ նվիրված է նաև ամանորին եւ հեռուստատեսությանը այս դեպքում։ Սովորաբար ամանորի մասին բոլոր ամանորի վերաբերյալ բոլոր նախագծերի վրա աշխատելիս մենք պարտերի սեղանին մանդարին ենք ունենում, որպեսզի տոնական շունչը մեզնից անպակաս լինի, բենգալյան կրակներ, շամպայն եւ այդ միջավայրը տրամադրում աշխատանքին։ Իրականում ինչպես ցանկացած նախագիծ մոտենում ենք նույն պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով, պարզապես իր առանձնահատկությունը այն է, որ շատ ավելի շատ մարդիկ են իրեն նայելու, յուրաքանչյուրի տանն ենք լինելու անկախ մեզնից դրանով ու փորձելու ենք ստանալ այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը իրեն տեսնի, նույնականացնի եւ այդ տոնական մի փոքր ջերմությունը փոխանցենք յուրաքանչյուրի տներ։ Տարբերությունը նախորդ մասի եւ այս մասի շատ հետաքրքիր եւ մասնագիտական առումով մարտահրավերային էր, քանի որ եթե նախորդ տարբերակում առաջին մասում մենք տեղափոխվեցինք հերոսների հետ անցյալ, այդ անցյալը որոշ հատված մենք ինքներս ենք ապրել, որոշ նրբություններ ավագ գործընկերներն են հուշել, թե ոնց է դա տեղի ունեցել, ու նախորդ անգամ մենք ստացել էինք ջերմ տոնական ու նոստալգիկ, տենց կարոտով ինչ որ իրավիճակ, իսկ հիմա խնդիր էր դրված պատկերել, թե պատկերացնել ինչպիսին է լինելու ապագան ու ապագայի հեռուստատեսությունը, տեղ արդեն խոր երևակայության արդյունք է եւ մեզ որովիցե կերպ չենք սահմանափակել ու չենք կաշկանդել այն երևակայելի ու աներևակայելի իրողություններով, որոնք որ հնարավոր է որ տեղի ունենան ապագայում եւ ինչպեսին կլինի ապագայի հեռուստատեսությունը, բայց այդ ամենի արդյունքում Հովհաննեսը կասի, որքանով է դժվարացել իր կյանքը։ Հիմա Հովհաննեսը թող մեզ ասի ինչպիսին է ապագա հեռուստատեսությունը։
Դա իմանանք ինչ եմ Որովհետև ինչ է լինելու մեզ հետ։ որտեղ ենք հայտնվելու։ Առաջին ասեմ, որ ձայնս եմ գործել է այս ֆիլմի Ապագայում գործնելու Շատ ես բարկացել նկարանման տաղավարում։ Չէ, չեմ վարկացել, ուղղակի շատ եմ խոսած։ Ապագայի հետ կապված ինքը երկու համ պլյուս ունի, համ մինուս ունի։ Պլյուսը այնա, որ ինչ ուզես կարաս անես ու ոչ մեկ չի կարող ասի, բա ապագան սենց չէր։ Մինուսը այնա, որ կհավանեն արդյոք թե չեն հավանի քո տված ապագան վիզուալի տեսանկյունից ու այս առումով ես շատ օգտվել եմ մեր pop կուլտուրայում եղած այն նյութերից, որոնք որ կա, այսինքն ապագայի մասին շատ տարբեր sci-fi ֆիլմեր կան, որոնք որ իմ համար ռեֆերենս են որպես ծառայ ու ոնց որ մի հատ մոդել կա ապագայի, որ չեմ ուզում սփոյլանեմ, բայց ինչ-որ sense գալագրամաներ, բան այդ ապագայի մոդելը փորձել եմ նենց անեմ, որ տարբեր մարդիկ տարբեր տեղերից տեսել են այն որ բոլորս է պատկերացնում ենք, որ չգիտեմ, ապագայում մտքի ուժով հնարավոր է ինչ-որ բան անել։ Այդ տարբեր ֆիլմերից տեսել ենք ու մեր ենթագիտակցության մեջ դա տպված է արդեն։ Այսինքն որ ֆիլմը նայես կասես, վայ հա, ես էսի գիտեմ, վայ ես գիտեմ, բայց չես հիշի դու որտեղ ես այդ ամեն ինչը տեսել։ Ուղղակի կինոմանները կհասկանան տարբեր հղումները։ Այո, տարբեր են ֆիլմերին։ Ջեյմսն էլ են տվել հղումներ սցենարով, մի քանի բան էլ ես եմ տվել, ինձ թվում է այնց պասխալ կաները փոքրիկ կհասկանան կինոմանները։ Ու շատ մեծ հույս ունեմ, որ կհավանեն իմ հետ նաև Սուրենն է Սաֆարյանն աշխատել ռեժիսոր, ով որ համերգային հատվածն է նկարել ու համերգային հատվածում էլ ունենք նաև անակնկալներ, բացի այն երաժշտական համարներից, որոնք որ սովոր ենք տեսնել ամանորյա գիշերը, ունենք նաև այլ մատուցում երգերի, որը որ անակնկալ կլինի, հիմա չասեմ, չբացեմ բակագծերը։ Երաժշտական անակնկալները եւս լինելու են։ Բայց հետաքրքիր է այս ողջ ընթացքում, երբ ստեղծագործում եք, նաև բնականաբար նկարահանումները հենց հեռուստատեսության պատերի ներսում էին, եւ երբ համեմատում եք ապագայի հեռուստատեսությունն էլ ավելի լինելու, թե այնինչ հիմա ունենք։ Մոնտաժած տարբերակը, որ ֆիլմի նայել եմ ես ինքս, այդ ոնց որ պայտակ կտրվել եմ ու հեքիաթին հավատացել եմ, այսինքն որ այս անկյունի վրա նկարեցինք, այս որ նայում եմ, ասես ասում եմ լավ, այս հատվածը ստեյցենք ստացել ու այդ կինոյի կախարդանքն է էլի հենց, բայց կոնկրետ որ հատվածը ապագայում ավելի լավը կլինի, քան հիմա, այդ դժվարն է այդ հարցին պատասխանել անկեղծ։ Ես վստահ եմ, որ ապագայի ամեն ինչում իրականում ոչ միայն հեռուստատեսության հարցում, իհարկե մեծ դեր ունի նաև արհեստական բանականությունը, եւ Ջեյմսի հետ երբ զրուցում ենք միջ հարցազրույցը սկսելը, բարձեցինք, որ արհեստական բանականությունը ինչ որ դեր ունի։ Արհեստական բանականությունը գլխավոր դերերից մեկը ունի ֆիլմում։ Ինքը պրոդյուսերը դժգոհ է կարծես թե փակագծերը շատ են բացում։ Մեր հերոսների ուղեկիցն է ֆիլմում, իրենց ժամանակային ճանապարհորդության ընթացքում խիստ եւ անաչառ մրցավարի կերպարով եւ թույլ չտալով անել այն, ինչը չի կարելի անել, իսկ հիմնականում մի գրված ու չգրված կանոն կա, որ մենք իրավունք չունենք, մենք ներկայում ենք ձևավորում մեր ապագան եւ եթե չգիտես ինչպես եւ ինչու ստացվել է այնպես որ հայտնվել ես ապագայում, ապագայի իրողությունների վրա ազդեցություն ունենալու իրավունք չունես ազդել ապագայի վրա եւ այդ խախտման եզրի վրա մեր արհեստական բանականության կերպարը թույլ չի տալիս մեր հերոսներին անել թույլատրվածից ավելին, իսկ գայթակղությունը շատ մեծ է լինում։ Այ արհեստական բանականությունը կարողանում է փաստորեն դիմանալ այդ գայթակղությանը։ Ամեն դեպքում ուզենք թե չուզենք, մենք այսօր ապրում ենք արհեստական բանականության հետ եւ կարեւոր է նրա հետ լեզու գտնել ու ճիշտ համակեցություն ձևավորել նրա հետ, որովհետեւ եթե մենք այս պահին թեկուս մեր աշխատանքում հրաժարվենք արհեստական բանականության գործիքներից, դա նույնն է, ինչ որ ժամանակին մարդիկ տպագրական մեքենաներից հրաժարվեին անցում կատարել համակարգիչների։ Պետք է միշտ ասել այո բոլոր նորամուծություններին, որպեսզի ժամանակը ճիշտ հունով սլանա, եւ կարող ենք ասել, որ այս ֆիլմը եւ ընտանեկան է, եւ հումորային, ժամանցային եւ միևնույն ժամանակ ասելիք ունի մարդկանց, ու որն է այդ ասելիքը, որ ամանորի գիշերը փոխանցելու ենք։ Տեսեք, ամանորի նախագծերը մի առանձնահատկություն ունեն։ Իրենց պետք է մտածել ու արտադրել այնպես, հաշվի առնելով, որ մեծ հավանականությամբ մարդիկ դրանք դիտելու են առանց ձայնի։
կամ ֆոնային աղմուկի տակ, երբ որ ընդհանուր խոհանոցում աշխատանք սենյակ անցնելուց աղմուկ, բաժակների, երեխաների ձայներ եւ այլն։ Այսինքն մենք փորձել ենք ինքնին իրավիճակով եւ վիզուալով եւ տեղի ունեցածով հետաքրքրություն առաջացնել ու գրավել մարդկանց, Հովհաննեսն իր ողջ ուժը ներդրել է, որպեսզի դրա վիզուալացումը լինի շատ ավելի գրավիչ, այսինքն ինչպիսին կլինեն մարդիկ եւ հեռուստահաղորդումներ ապագայում, դա ոնց որ մեր հեղինակային պատկերացումն է այդ ամենի։ Մենք շեշտադրել ենք իհարկե առաջին ալիքի հեռուստանախագծերի եւ հաղորդումների վրա նախորդ հարցին հավելում կարող եմ ասել, որ ոչ թե այնքան այս տաղավարը այս կամ այն տեսքը կունենա, այլ այս նախագիծը ինչ տեսք կունենա, ինչպիսին կլինի, որքանով կփոխվի, ինչ բովանդակություն կունենա եւ ինչը չի փոխվի։ Դա էլ է կարևոր հարց, որի պատասխանը կստանանք ժամեր անց։ Շատ հետաքրքիր է նկարահանումների ընթացքում վստահ եմ, որ եղել են մի շարք զավեշտալի դեպքեր, եղել են նաև գուցե դժվարություններ, որը կառանձնացնեք, որը կհիշեք հիմա որ այսպես։ Երբ աշխատում ես նման հերոսների հետ, հերոսներ ինիկատիվ ունեմ Գարիկի, Արամի, Մկրտիչ Արզումանյանի նման դերասանների հետ անհնարին է, երբ տարածքում նկարահանման ժամանակ չլինի ինչ-որ դեպք, երբ իրանք պարզապես նույնիսկ շատ հոգնած, որովհետև նկարահանումները շատ երկար էին տևում, բայց իրանք միշտ գտնում են ինչ-որ հումորային իրավիճակ, ստեղծում են ինչ-որ հումորային իրավիճակ, որ համ իրենք հանգստանան, լիցքաթափվեն եւ ամբողջ թիմը մի լավ ծիծաղի, լիցքաթափվի, լիցքավորվի եւ նորից շարունակի նկարահանումները իրանք դա պարբերաբար անում են եւ իրանց հետ պարզապես մեծ հաճույք է աշխատել այս առումով։ Այդ մարդկանց հետ մեկ տարածքում գտնվելը իսկապես ապահովում է ժպիտը ու լավ էներգիան, բայց բարդություններից էլ խոսենք, որտեղ են բարդությունները նմանատիպ նախագծերի նկարահանումների մասնավորապես։ Արի սկսենք ժամկետներից։ Սկսենք ժամկետներից, ժամկետները այո շատ քիչ էին, բայց դա հեռուստատեսային իրականությունն է, դա արտադրական իրականությունն է, դա որակի իրականությունն է, երբ ուզում ենք ունենալ լավ սցենար, պետք է շատ ժամանակ, երբ ուզում ենք ունենալ լավ նկարահանված տեսարաններ, պետք է ժամանակ։ Բարեբախտաբար աշխատել ենք թիմի հետ, հրաշալի ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, ադմինիստրատիվ թիմի հետ, ով փառահեղ կատարել է իր աշխատանքը, աննկարագրելի ուղղակի թիմ էր, շնորհակալ եմ առիթից օգտվելով շնորհակալ եմ բոլորին, որովհետև իսկապես մեծագույն հաճույք էր աշխատել այս ժամկետներում նման պրոֆեսիոնալ թիմի հետ։ Մենք էլ մեր հերթին պիտի շնորհակալություն հայտնենք Հանրային հեռուստաընկերության ողջ անձնակազմին, որը կանգնած է իհարկե ֆիլմի արտադրության հետևում։ Իսկ հիմա հետաքրքիր է իմանալ, թե դուք ինչ եք կարծում, ինչ ակնկալիքներ ունեք հանդիսատեսի արձագանքից եւ հանդիսատեսը ինչ ակնկալիք պետք է ունենա տեսնելով այս ֆիլմը։ Ես սենց եմ պատկերացնում, ես այն թիրախն եմ, ով իր ամանորյա երեկոն միշտ սկսում է որևէ ֆիլմ դիտելուց, ինչպես Ջեյմսը ասեց, կարող է ֆիլմը պարզապես միացրած լինի ու ֆոնային պարզապես լսես, պարտադիր չի նայել, բայց ես շատ կուզեմ, որ մեր հեռուստադիտողը նայի այս ֆիլմը, նույնիսկ հետո եթե ակցիաները պատրաստելու ընթացքում չհասցնեն լսել եւ նայել, բայց հետո անպայման կլինի համացանցում կարող են նայել, շատ կուզեմ, որ կոմենթեն որովհետև հետաքրքիր է այն աշխատանքը, որ տեղի է ունեցել, ինչպես է գնահատում հեռուստադիտողը եւ մի հետաքրքիր բան եմ ուզում նշել, ստացվում է, որ նկարվել է ֆիլմ ապագայի մասին եւ ոչ մեկ պատկերացում չունի ինչպիսին է այդ ապագան եւ ինձ շատ հետաքրքիր կլինի տարիներ անց ինչպես է օրինակ լինում Սիմփսոնների տարբերակով, հա, իրանք անում են ինչ-որ բան, հետո պարզվում է տարիներ հետո դա տեղի է ունեցել, միգուցե լինեն ինչ-որ հատումներ ապագայի մեր նկարահանված ֆիլմի եւ իրականության, որը կլինի տարիներ առաջ եւ մենք նորից կնայենք այդ ֆիլմը եւ կհասկանանք, որ այն ինչ նկարահանվել է հիմա տեղի է ունենում։
Ամեն ինչ թիմը փաստորեն ճիշտ էր հաշվարկել ֆիլմը նկարահանելու ժամանակ։ Միգուցե նաև վրիպել ենք, բայց գուցե մտածել եք ավելին, քան լինելու է ապագայում։ Եվ որպես մեր զրույցի ամփոփում, քանի որ ընթացքում խոսեցինք արհեստական բանականության եւ ֆիլմում արհեստական բանականության գոյության մասին, որպես կերպար, ապագայի հեռուստատեսությունում մարդիկ լինելու են։ Այո։ Լինի արհեստական բանականություն, լինի մի այլ բան, կարծում եմ անհնար կլինի նրանց աշխատանքը առանց մարդկանց գոյության։ Մեծ հաշվով արհեստական բանականությունը գործիք է, առանց մեզ ինձ թվում է անիմաստ են նրանք։ Չի լինելու։ Մենք չվախենանք, պաստորեն։ Չվախենանք։ Շատ լավ։ Առիթն օգտագործելով էլի ու էլի ասենք բոլոր այն մարդկանց շնորհակալություն, որոնք իրենց հույզերով, էներգիայով արել են ամեն ինչ, որպեսզի այսօր երեկոյան առաջին ալիքի հեռուստադիտողը վայելի Ամանորին ընթառաջ այս անակնկալ, երաժշտական եւ կատակերգական հիանալի ֆիլմը ապագայի մասին։ Ես ուզում եի առիթից օգտվելով խնդրել նաև Ջեյմսին, ֆիլմի սցենարի համահեղինակին, ասել թե նա ինչ կմաղթի մեր բոլոր հեռուստադիտողներին։ Հաճախ ինչ է սցենարիստերին ասում, դու ինչ ես փորձել ֆիլմի միջոցով ասել հանդիսատեսին, հիմա այս դեպքում ինչ ես փորձում մաղթել Լավ բան կասես, հեռուստադիտողներին։ Բարդ է։ Դրա համար եմ քեզ տալիս այդ հարցը։ Անպատրաստից նման հարցերը բարդ են։ Մենք կարող ենք ժամկետներ պայմանավորվել եւ գրավոր տարբերակով ուղարկել ցավոք այսօր վերջին օրն է այս տարվա եւ չենք կարող Վերջին ժամերը։ վերջին ժամերն են հաշվել։ Ստեղծագործական աշխատանքում ակնկալիքներ ունենալը հանդիսատես մի փոքր անշնորհակալ գործ է։ Դու պիտի ուղակի անես լավագույնը, դեմ չգնաս քո սկզբունքներին, հավատարիմ լինես ինքդ քեզ, պահպանես որակի այն նշաձողը, որ ինքդ քեզ համար սահմանել ես եւ բաց լինես ցանկացած հետադարձ արձագանքի դրա հիման վրա կառուցելով հետագա քայլերը։ Եվ այդ կատակի մեջ մենք փորձել ենք առանց չափաբաժինը ավելացնելու, քանի որ ֆիլմը ժամանակի եւ տարածության միջև ճանապարհորդության մասին է, մենք փորձել ենք ուղղակի մի պահ մարդկանց ուշադրությունը գրավել են փաստին, թե որքան թանկ ու չվերականգնվող ռեսուրս է ժամանակը։ Իսկ մենք այս ժամանակներում չենք ապրում, ուսումնասիրելով պատմությունը դժվար է գտնել այդ ժամանակահատված, որ հեշտ ժամանակներ են, կարծում եմ անգամ Ադամն ու Եվան են դժվար ժամանակներում ապրել, եւ ես կմաղթեմ բոլորին խնդիրների եւ դժվարություններին մոտենալ ժպիտով։ Եվ գնահատել ժամանակը։ Հրաշալի եւ կարեւոր մաղթանք է։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ այս կարեւոր օրը, տարվա վերջին օրը որոշեցիք առավոտը մեզ հետ միասին սկսել։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով ձեզ այլևս չենք պահում մեր տաղավարում, գնացեք, հասցրեք բոլոր գործերը մինչև ժամը 12-ը անել, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։